Գրիր եւ նվագիր այնպես, ինչպես ինքդ կցանկանայիր լսել։ Այս նշանաբանով է առաջնորդվում եւ ապրում կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն, ում համար կարևոր է յուրաքանչյուր բառ ու հնչյուն, ով վստահ է, որ լավ խոսքից ծնվում է լավ երաժշտություն եւ հակառակը։ Այսօրվա մեր մշակութային անդրադարձի առանցքում մաեստրոն է իր ստեղծագործական եւ անձնական փնտրտուքներով։ Մարտին Վարդազարյանին կարելի է բնորոշել որպես բազմալեզու կոմպոզիտոր։ Նրա երաժշտական ներկապնակը պարունակում է ջազից մինչև սիմֆոնիկ մեղեդիներ, կամերայինից մինչև թատերական ձևավորումներ ու կինո երաժշտություն։ Ձուլված ամբողջի մեջ միաժամանակ ունենալով ուրույն ձեռագիր ու դեմք։ Բացառիկ անհատականություն, որի հետ բախտ եմ ունեցել ամբողջ համարյա կյանքի ընթացքում, ինչքան որ զբաղվել եմ երգարվեստով, լինել իր կողքին, ինքն է եղել իմ կողքին, եւ մինչեւ օրս մենք առնչվում ենք, աշխատում ենք միասին։ Դա մի, գիտեք, հրաշք մարդ է, որի մասին ես միշտ հիացմունքով եմ խոսում, որը տարիների ընթացքում երբեք իր տեսակը չփոխեց, որովհետև մարդիկ կան, որոնք որ ինչ որ պայմաններից ելնելով ինչ որ չարանում են, բայց Մարտին Ցոլակովիչը դա արև է, ինքը լույս է այսպես սփռում։ Մի անձնավորություն, որի մասին կարելի է անverջ խոսել, մի մարդ, որին ուզում ես նմանակվել, հպարտ ես, որ կրում ես իր ազգանունը, մի մարդ, որ բազմակողմանի զարգացված անձնավորություն է, որ հետ կարելի է խոսել ոչ միայն երաժշտությունից, աստղերից, կենսաբանությունից, քիմիայից։ Մարտին Վարդազարյանը ծնվել է հայտնի երաժիշտ շեփորահար Ցոլակ Վարդազարյանի ընտանիքում եւ դա նրա կյանքում շատ բան է փոխել։ Նույնիսկ երբ դեռ այնքան փոքր էր, որ գրել կարդալ չգիտեր, անընդհատ սայնասկավառակներով լսում էր դասական երաժշտություն, ինչն էլ մղեց նրան մի օր մոտենալ դաշնամուրին եւ սկսել նվագել։ Հայրը հենց այդ պահից սկսած մտածեց, որ Մարտինը երաժիշտ է դառնալու։ Ավաղ չկարողացավ դառնալ որդու մեծ ճանապարհի վկան ու աջակիցը, որովհետև անժամանակ հեռացավ կյանքից զոհ դառնալով դաժան ավտովթարի։ Ցոլակ Վարդազարյանը Մարտին Վարդազարյանի հայրը, բարձրակարգ երաժիշտ մանկավարժ էր, ով ընդգրկված էր Արտեմի Այվազյանի ստեղծած պետական ջազ նվագախմբի հիմնադիր կազմում։ Ապրում էին Մաշտոցի 16 հասցեում, ինչպես երևանցիներն էին ասում, Լոմբարդի շենքում։ Մարտինը փոքր էր եւ հենց վաղ հասակից էլ ծնողները ձեռնամուխ եղան նրա երաժշտական կրթության համար։ Բուլիկ մականունով փոքրիկ տղան նախ սկսում է հաճախել ջութակի։ Տարված լինելով հոր պատեֆոնով ինքնուրույն գործի էր դնում այն, հաճախ իրենց տանը հավաքվող հյուրերի համար ընտրելով լավ երաժշտություն։ Մայրն ավարտել էր կենսաբանական ֆակուլտետը, բայց նույնպես մոտ էր կանգնած երաժշտարվեստին, անգամ սաքսոֆոն նվագելու փորձեր էր անում։ Այս գեղեցիկ ընտանեկան մթնոլորտը խաթարվեց 1944 թվականին, երբ ավտովթարից զոհվեցին Մարտինի հայրն ու հորաքույրը։ Այնպես ստացվեց, որ 44 թվականին հայրս եւ իր քույրը զոհվեցին ավտովթարի հետևանքով եւ տատիկս մեծացրեց։ Մի օր տեսնում էի մատանին չկա, մի օր տեսնում էի ականջողերը չկա, որտեղ են, հա, դրել եմ, հանել եմ, բանեվարվել, իսկ մեր շենքը դա ժամանակին միակ լոմբարդն էր Երևանում, ասում էին Լոմբարդի շենքը։ Հետո իմացա, որ այդ բոլորը դրել էր լոմբարդ, մեզ բավարար մի խոսքով։ Այո, եւ դրա համար, երբ որ տղաս ծնվեց, եւ այդան ասեց, я знаю, как ты хочешь назвать, ես գիտեմ ինչպես ես ուզում անվանել, մեր այդպես էլ անենք, տղայանը դրեցինք Ցոլակ, երբ աղջիկս ծնվեց, ասեց, ինքը տատիկից տեսել էր, մենք 4 տարի սեն ձերբռնած ման էինք գալիս, իր հետ մեր տնել էի բերել, մեր տնել էին գալիս, ասում եմ, բեր տատիկի աննել դնենք աղջիկա։ Շատ էր պատմում իր տատիկից, եւ գիտեք ինձ, ես իր անունն եմ կրում, իր անունը Անետ էր, իսկ իմ անունը դրեցին Աննա, գիտեք մանկուց ես պատկերացնում եմ, դա ինչ որ եզերային անձնավորություն էր, ինչ որ էակ էր, շատ հետաքրքիր էր ինքը իրան պատկերացնում ինձ, գիտեք, ինչ որ սենց սեր էր այդ կնոջ մեջ դեպի մարդկանց եւ ինձ թվում է այդ հորս էլ է անցել անվերապահ սեր եւ բարություն
Հավանաբար քչերը գիտեն, որ տաղանդաշատ մայեստրոն նախ երազել է դառնալ նավաստի, ապա բռնցքամարտիկ։ Սակայն կյանքն ու ճակատագիրը նրան տարել են մի անգամայն այլ ուղղությամբ։ 1956-ից 58 թվականներին կոմպոզիտորն աշխատել է Նաիրի կինոթատրոնի նվագախմբում որպես դաշնակահար։ 1961 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային, իսկ 1970 թվականին կոմպոզիտորական բաժինը։ Նվագել է Հայաստանի պետական ռադիոկոմիտեի կվինտետում, ղեկավարել է Մոսկվա կինոթատրոնի նվագախումբը։ Նվագախմբեր է ձևավորել նաև Երևան նախագծին և պետական համալսարանին առընթեր։ Զբաղեցրել է Հայաստանի պետական ռադիոյի և հեռուստատեսության էստրադային անսամբլի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի ֆակուլտետում և Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում։ Եղել է Հայաստանի հանրային հեռուստարադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի խմբավարն ու խորհրդատուն։ Իր երաժշտությունը տեսանելի է եւ զարմանալի չի, որ ֆիլմերում գրած երաժշտությունը ունեն առանձին կյանք, նրանք հնչում են եւ ընկալվում են որպես ինքնուրույն ստեղծագործություն։ Մարտինը բացառիկ անձնավորություն է, ախր նրա երաժշտությունը լսելիս կարելի է տեսնել իրեն, իր բնավորությունը, իր մտածելակերպը, որովհետեւ այդպես միայն ինքն է մտածում, այդպես միայն ինքն է ընկալում, եւ այդ ընկալումը կարողանում է լսելի դարձնել հազարավոր երաժշտասերների։ Սա բացառիկ ունակությունն է կոմպոզիտորների առհասարակ։ Նրա մոտ ընդգծված լրջություն, միտք, կոռեկտ, հասկանալի, ազգային եւ իհարկե ամբողջական երաժշտության արտահայտության բացառիկ երևույթ։ Մարտին Վարդազարյանի ստեղծագործական ձեռագիրը խարսխված է հայավանդական երաժշտության վրա, հատկապես բարձր է գնահատում Կոմիտասի կատարած հսկայական գործը։ Նա իր կոմպոզիտորական զինանոցում մշտապես անդրադառնում է Կոմիտասի ազգագրական ժողովածուներին, ասելով. Կոմիտասն անսպառ աղբյուր է, որից պետք է օգտվել, բայց երբեք չցամաքեցնել։ Նրա ստեղծագործելու տաղանդն առաջինը նկատել են Չայկովսկու անվան դպրոցի դաշնամուրի ուսուցչուհին Իրինա Աթայանն ու այդ տարիներին նույն դպրոցում կոմպոզիցիայի ֆակուլտատիվ դասեր անցկացնող Ստեփան Ջրբաշյանը։ Հիշում եմ, այդ գուցե աղոտ, որոշ դրվագներ ստույգ հիշում եմ, ինչպես Հայաստանը նվագում էր, հետո երբ որ Արտեմի Այվազյանի հետ համատեղ, պատկերացնում եք 43 թվականին պատերազմի տարիներին Երևանում բացվեց օպերետայի թատրոն։ Եվ այդտեղ էր, որ Արտեմի Այվազյանը որպես գեղարվեստական թատրոնի գեղարվեստական, իսկ հայրս որպես դիրիժոր, հիշում եմ դասական օպերետաների մեղեդիները լսել եմ առաջին անգամ տանը, երբ որ հայրս պարտիտուրաներն էր նայում, ինչ-որ բաներ ինքներ նվագում, ինչ-որ բաներ, կամ գալիս էին դերասաններ փորձում էին, ինչ-որ նախնական։ Մարտին Վարդազարյանը կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինն ավարտել է Գեորգի Սարաջևի դասարանում, քննության ժամանակ գերազանց գնահատական ստանալով Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր Գրիգորի Գինզբուրգի ղեկավարած հանձնաժողովի կողմից։ Իսկ կոմպոզիցիա սովորելու առաջարկը ստացել է իր ապագա ուսուցչից, վաստակաշատ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանից։ Ավարտական քննություններ Բախի առանցին վերցրած մի հատ շատ լավ պրելյուդիա ֆուգա ունի, սոլ մինոր, դա էի նվագում, այնտեղ մի տեղ կար, որ 5 ձայնանի ֆուգա է, այնտեղ կար ինչ որ գլխիցս թռնում էր։ Գեորգի Վարդուշն ասեց, «Մեր հետաձգ ենք քննություն», ասում, «Չէ, Գեորգի Վարդ, կնվագեմ»։ Քննությունն եկավ մի քանի օր հետո, նստեցի նվագում եմ, եկել զգացի, որ այդտեղ սպիտակ է, շարունակությունը չկա։ Ինչ որ սկսեցի Բախի ոճով ինչ որ բաներ անել, շարեցի, մեկ էլ չխկ միացավ, շարունակեցի, վերջացավ գնաց։ Նո, հետո Գեորգի Վարդուշն ասեց, Գինզբուրգն էր Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, նախագահը պետական քննության, ասել էր, առաջի անգամա տեսնում եմ, երբ որ Բախում տեքստը կորցնում են եւ կանք չեն առնում։ Ասի դրա համար ինձ գերազանց դրեցին, չի ասում մնացածի համար։
Կար ժամանակ, երբ Հայաստանում գրեթե յուրաքանչյուր կազմակերպություն ուներ իր ինքնագործ ստեղծագործական խումբը։ Այդ կերպ արհեստավարժ մասնագետների ջանքով ու օգնությամբ խթանվում էր երաժշտության զարգացումը, դառնալով էլ ավելի մասսայական, կազմակերպվող ամենամյա մրցույթներում ի հայտ բերելով տաղանդավոր նոր դեմքերի։ Հենց այդ ընթացքում էլ Կոնստանտին Օրբելյանի առաջարկով Մարտին Վարդազարյանը գրում է մեծ նվագախմբի իր առաջին պարտիտուրը։ Մենանվագ թմբկահար Ռոբերտ Յոլչյանի համար գործիքավորելով Դոմինիկո Մոդունոյի «Թռչում եմ» երգը։ Տեսակ կա մարդկային, որը ամեն ինչից շնորհակալ է։ Ամեն ինչից։ Դա վերաբերում է Մարտին Ծովակիչին։ Տաղանդը անսահմանափ։ Ես նույնիսկ իրավունք չեմ վերապահում խոսել դրա մասին, ես փորձեմ խոսել իր մարդկային տեսակների մասին։ Նույնիսկ մի էպիզոդ դրվագ պետք է պատմեմ, որ հովանավորչական գումար էր լինում, բան ինքը եկավ երրորդ տալիք առանց աշխատավարձի, առանց որևէ բանի, ինքը նվագում էր, ինքը պատմում էր, որտեղ մեր բոլոր հյուրերը իրան ծանոթ էին։ Իսկ երրորդ տալիքում ոչ թե մոռացված, այլ մեր պատմությունը կերտած մարդիկ էին հյուրերը լինում այդ ակումբում ու խոսում էին մեր սիրելի Երևանի մասին, Անի հյուրանոցի 14-րդ հարկի բանից, մառանից։ Ինքն ստում էր իր գործիքի մոտ, հետո որ հովանավորչական գումար էր լինում, որ ծրարով գումար էի տալիս, չի, դուր տղեկին, դուր որևէ մեկին, ես չունեմ դրա կարիքը, բայց ինքը ուներ, հաստատ ուներ կարիքը, որտեղ ինքը փողի համար չէր անում, ինչ որ անում էր, դա տեսակ է մարդկային։ Մարտին Վարդազարյանն իր կյանքում շատ է կարևորում իր ուսուցիչներին, այդ թվում Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության էստրադային կվինտետի ղեկավար Էդվարդ Բաղդասարյանին, ում կողմից 18 տարեկան հասակում հրավիրվել է խումբ որպես ակորդեոնահար։ Կոնսերվատորիա ընդունվելուն պես Մարտին Վարդազարյանը կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ Էդուարդ Բաղդասարյանի առաջարկով ընդգրկվում է ռադիոյի կվինտետում, որպես ակորդեոնահար, եւ Անդրանիկ Փիլոսյանի, Ալեքսանդր Շահբազյանի, Նապոլեոն Կյուրեղյանի եւ Էդուարդ Բաղդասարյանի հետ հնչեցնում հայ կոմպոզիտորների գործիքային ստեղծագործությունները։ Կենթանի հնչողությամբ պարված այդ ձայնագրություններում հաճախ են տեղ գտել Տաթևիկ Սազանդարյանի, Արշավիր Կարապետյանի, Նինա Ստեփանյանի եւ երկարվեստի այլ մեծերի կատարումները։ Ուսանողական տարիներին ես ձայնագրեցի Մարտին Ծովակիչի առաջին երգերը, որը որ շատ հետաքրքիր, ինքը շատ առանձնանում էր մյուսներից իր ձեռագրով, իր ոճական, իր հարմոնիկ լեզվով, իր մեղեդային կառուցվածքով, իր երգերը շատ այդպես խոհական, ջազային, այսպես երանգներով, հրաշալի գործիքավորումներով, գիտեք, այնքան ինչպես ինքն է իր բնությունը, զուսպ, կիրթ եւ չափի զգացողության մեջ իր երգերն էլ նույն բովանդակությամբ եւ նույն ձևի էին եւ շատ մեծ տեղ էր տալիս բառերին, որոնք շատ համահունչ էին այդ երգերին։ Տասնյակ տարիներ Մարտին Վարդազարյանը դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, ամուր կանգնած լինելով ջազ փոփ երաժշտության ամբիոնի ձևավորման հիմքում։ Վարդազարյանը հայկական պրոֆեսիոնալ ջազի կորիֆեյներից է, այսպես ասենք, որովհետև շատ մարդիկ կան, որոնք թվում է, որ ջազի մեջ են եւ արդեն երկար տարիներ ապրած, բայց պրոֆեսիոնալ ջազմեններ չեն, նենց մի քիչ ամատյոր ջազմեններ են, իսկական պրոֆեսիոնալ ջազմեններից շատ քիչ մարդ կա Հայաստանում, որից մեկը Վարդազարյանն է, որը ջազը գիտի ոչ միայն ուղնուցուցից եւ պատմությունից եւ ժանրերից սկսած, որը բացի դրանից այդ ամեն ինչը կարողանում է դասավանդել, տալ իր ուսանողներին, իր կողքի երաժիշտներին, իր ընկերներին։ Դասավանդելով Երևանի պետական կոնսերվատորիայում նա իր գիտելիքները, հիշողությունները, պատմությունը եւ հատկապես մեղեդու կերտման կարևորությունը գիտակցելու անհրաժեշտությունը սերմանում է յուրաքանչյուր ուսանող ապագա երաժշտի հոգու մեջ։ Առաջինը գնահատում եմ պրոֆեսիոնալիզմը։
մնացած Աստված է տալիս։ Տաղանդը, շնորհքը, այդ աստվածային երևույթներ են։ Բայց այն ինչ որ ինքը ձեռք է բերել այդ պրոֆեսիոնալիզմը տարիների ընթացքում շարունակելով նոր բան դիտարկել, ուսումնասիրել, դրա համար ինքը որ ասպարեզում էլ աշխատի, այդ ստեղծագործությունները պրոֆեսիոնալ են եւ բարձր մակարդակի։ 1961 թվականին Խորեն Աբրահամյանը Մարտին Վարդազարյանին առաջարկում է երաժշտություն գրել Արմեն Սարգսյանի Լուսամուտ պիեսի համար, որը Սունդուկյանի թատրոնում նա բեմադրում էր Մհեր Մկրտչյանի հետ։ Երիտասարդ երաժիշտը, ով դեռ կոմպոզիտորական հատուկ կրթություն չուներ, կարդում է պիեսը։ Մասնակցում փորձերին ու գրում երաժշտություն, որը ձայնագրվում է ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում իր իսկ ցանկությամբ կազմված մեծ երաժշտախմբով։ Դրանից հետո համագործակցության բազմաթիվ առաջարկություններ է ստանում Հայաստանի տարբեր թատրոններից։ Կոմպոզիտորը միշտ հիշում է, որ Խորեն Աբրահամյանն է իր առջև բացել թատրոնի դռները։ 60 տարի եւ 3 ժամ։ Այս վերնագրով պիես կար։ Մի տեսարանում երիտասարդները գալիս էին տուն ու պարում էին 4 փոքրիկ կարապների պարը, կարապի լիճը բալետից։ Ունեինք դաշնակահարուհի, որ այդ հատվածը նվագում էր։ Մի օր ինձ զանգահարեցին, ասացին. «Շտապ արի թատրոն, ինչ է պատահել»։ Մեր դաշնակահարուհին չի եկել, ներկայացումը սկսվել է։ Մենք էլ տղերքով նստած լուրջ գործով էինք զբաղված, գարեջուր էինք խմում։ Գնացի։ Մի փոքր հատված պետք է նվագեի։ Նվագեցի, հետո կրկնեցի ու էլի կրկնեցի։ Դերասաններն էլ անցան իմպրովիզների։ Յուրա Ամիրյանը պարելով մոտեցավ ինձ ասաց. «Վերջացրու, ավարտվել է»։ Ասացի. «Չէ, պիտի պարեք բեմի վրա»։ Էլի նվագեցի։ Վերջը գտան ելքը։ Դաշնամուրը պտտա բեմի վրա էր։ Կոճակը սեղմեցին, դաշնամուրը մտավ կուլիսներ։ Ինձ վրայից վերցրի։ Դատարկ դաշնամուրը հետ պտտեցին տեղը։ Ներկայացումը շարունակվեց եւ ոչ ոք ոչինչ չզգաց։ Հարցազրույցներից մեկի ժամանակ պատմել է մայստրոն։ Մի դերասան կա, ուրեմն ներկայացում են բեմադրում պետական պրոֆեսիոնալ թատրոնում։ Ռեժիսորն ասում է, պիտի սրինգ նվագես։ Ինչ? Դե շվի կամել։ Ես երաժշտական կրթություն չունեմ, ոնց նվագեմ։ Չգիտեմ, եկող շաբաթ փորձին գործիքը նվագես։ Վերջնում գնում է Ցոլակիչի մոտ։ Բա Մարտին Ցոլակիչ սենց պատմության առաջ եմ կանգնած, բա ոնց սովորեմ, սովորես։ Գալիս է, հենց գալիս հարցազրույցի ժամանակ, ասում է շվին նվագել։ Ռեժիսորն ասում է, տեսնում ես ինչ տաղանդավոր ես։ Իմացի, մյուս ներկայացման մեջ խաղալու ես թավջութակահար, պիտի սովորես։ Ասում է, պիտի գնացի ասի թավջութակ սովորացու։ Կինոերաժշտությունն անտեսանելին պետք է դարձնի լսելի, եւ լսելու միջոցով պետք է յուրացվի այնպես, որ դառնա տեսանելի։ Այսպես է բնութագրում սինթետիկ արվեստում երաժշտության դերը, 100-ից ավելի ներկայացումներում եւ տասնյակ ֆիլմերում իր ուրույն ձեռագիրը ներմուծած կոմպոզիտորը։ Բարև ես եմ, Սարոյան եղբայրներ, Մենավոր ընկուզենի, Երկունք եւ էլի բազում շարժանկարներ էլ ավելի գեղեցկացել ու զգացմունքային են դարձել նրա ստեղծած երաժշտության շնորհիվ։ Այս թեման հնչում է ֆիլմում 4 անգամ կարծեմ։ Սկզբից մենա նվագ շեփոր Եվալ։ Երկրորդ անգամ ինչ որ մի նվագակցություն ավելանում է մի փոքր գիտարով։ Երրորդ անգամ արդեն գիտար, բաս։ Իսկ ֆիլմի վերջում երբ որ ասա, իսկ Լյուսյան վերադարձավ, արդեն հնչում է մենակ դաշնամուր։ Թեման ամփոփող է։ Այնտեղ մի տեսարան կար, որ առաջի թեման հնչելուց առաջ, չգիտեմ, ֆիլմը ովքեր որ տեսել են կհիշեն այդ զբոսանքը Աշնանային այգում։ Դրա համար ես գրել էի հատված, որ Դովլաթյանն էլ հնչյունային ռեժիսորի սարանից ծափահարեց, հենց արեց,
շատ լավ է, ջութակարները էլի ասել եմ օրինակ էլ բերելով չափազանցնելով, մի քանի աղեղ կոտրեցին խփելով պուլտերին, Էմին Խաչատրյանը իր փայտիկը սենց արեց, որ առաջի անգամ կարդացին, այդ տեսարանը սենց վալսեի գրել։ Աշնանային այգի։ Հետո մեանում էին լարայինները։ Այս որը մեր դանդաղ, գոնեմ ջեր ժամանակը շայելով արագ եմ նվագում, դրեցինք այս երաժշտությունը այդ տեսարանի տակ, առանցին վերցրած բռնում է, բայց ամբողջ ֆիլմի լեզվին չի համապատասխանում։ Դովլաթյանի եւ Ալբերտ Յավուրյանի նկարած կադրերը շոշափելի են, զգալի են։ Դու այդտեղ ներկա ես, այդպես էր նկարում Ալիկ Յավուրյանը։ Հետո ժամանակաշրջանը, հետո ֆիլմի պատմողականությունը դարձավ առանցին ինչ-որ էպիզոդ քաղցրիկ, որ այդ ֆիլմին չէր համապատասխանում։ Հետո մենք Էդուարդ Վանուցի հետ գտանք ելքը, Մոսֆիլմում ձայնագրեցինք փողային նվագախումբ, որտեղ յուրաքանչյուր այգում ժամանակին ամեն երեկո նվագում էին փողային նվագախմբեր։ Փողային նվագախմբի հնչողություն եւ ստացվեց այգու հիշողությունն է։ Այդ մթնոլորտում պահպանված։ Այդպես ստացվեց։ Շատ եմ սիրում նրա շեփորի համար գրած գործերը, մասնավորապես Բարև ես եմ ֆիլմի համար, որ նա գրել է, նա փաստորեն Յուրի Հարությունյանից հետո կարծում եմ երկրորդ տեղն է զբաղեցնում ֆիլմերի քանակով, որ գրել է երաժշտություն։ Ամենաշատը Յուրաներ գրել լուսավորքի, երկրորդ տեղում կարծում եմ Մարտին Ցոլակիչն է, շատ հրաշալի եւ մասնավորապես Ռուզա Դովլաթյանի հետ էր աշխատում, որին անվանում էր եւ այսօր էլ անվանում է Մետր, այդպես է նրա մասին ասում։ Իրոք հրաշալի տանդեմ էր ստեղծվել Ռուզա Դովլաթյան, Մարտին Վարդազարյան, մի ֆիլմ ընդհանրապես Ռուզա Դովլաթյանի ինքը երաժշտությունը չգրեց, դա Երևանյան օրերի քրոնիկան էր, մնացած բոլոր ֆիլմերի համար, բայց հետաքրքիր է, որ Երևանյան օրերի քրոնիկայի համար Մարտին Վարդազարյանը չի գրել, էլի որ ֆիլմ, որը կապվում է Երևան քաղաքի հետ։ Դե այդպես ստացվեց ամեն դեպքում։ Ես պիտի շնորհակալություն հայտնեմ կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանին, որովհետև նա զբաղված լինելով մեկ այլ ֆիլմում առաջարկ ստացավ երաժշտություն գրել Էրնեստ Մարտիրոսյանի դիպլոմային աշխատանքի համար, որը կոչվում էր Մարդ լինելու տաղանդը կամ Մարդ լինելը տաղանդը։ Հենց այդ ֆիլմը նայելուց հետո Դովլաթյանը որոշեց, որ ես կարող եմ գրել իր ֆիլմի երաժշտությունը։ Ախտի բերմամբ նա նայեց այդ ֆիլմը, հավանեց մոտեցումն ու առաջարկեց աշխատել միասին։ Մարտին Վարդազարյան։ Այնքան շատ չի, 40 քանի ֆիլմի երաժշտություն եմ գրել, թատրոնում ավելի շատ եմ աշխատել, դեռ 150-ից ավել ներկայացումներ են։ Բացի այդ ֆիլմերի, թատրոններից, ինչ որ ասեցի, այդ սիմֆոնիա, միմֆոնիա, բան, ինչ որ կոնցերտ, իրոք կոնցերտը նվիրել եմ Արամ Խաչատրյանին որպես հայկական առաջին կոնցերտի հեղինակ։ Սիմֆոնիկ պոեմներից մեկը նվիրել եմ Բելա Բարտոկին, ժամանակին հետաքրքրվում էի իրանով, փայլուն երաժիշտ եւ բայց ամենա մաքուր բնակավարը դա մանուկների համար գրված երաժշտությունն է։ Ուրեմն Զարեն Տիգրանչը Տատնցյանը ռադիո բեմադրություն արեց Ռոնի Ավազակի դուստրը։ Այնտեղ մի հատ կար թզուկներ էին երկու։ Թզուկներ ենք մենք կարճահասակ, մեր գլխին ունենք կարմիր թասակ, արագավազ ենք եւ ուժեղ, կամուն եմ անենք ամենտեղ, Զարման իվալ եւ այսպեսի խնդիր դրեցի, որ Արևիկ անսամբլը երեխաները իրենք երգում են, իրենք էլ նվագում են։ Այդպես էլ արեցինք, այդպես ձայնագրվել։
Այնտեղ էլի մի քանի հրաշքում, բայց ես մեկ տարածվեց։ Նույնիսկ ծորներս, որ մանկապարտեզ են գնում, կամ գալիս են վերտում, մանկապարտեզից նորություն որպես երկում են, տեսուկներ ենք ջան։ Մարտին Վարդազարյանը մշտապես ակտիվ է հասարակական գործունեության մեջ։ Եղել է Երևան քաղաքի ավականու անդամ, Հայաստանի կոմպոզիտորների միության գեղարվեստական ղեկավար, պարբերաբար ստեղծելով նոր գործեր, կազմակերպելով հետաքրքիր միջոցառումներ, համերգներ եւ հոբելյանական երեկոներ, ուշադրության առանցքում պահելով բեղմնավոր համագործակցությունների կարեւորությունը։ Ես կարծում եմ Մարտին Վարդազարյանի ֆենոմենը որպես մարդ ավելի շատ երաժշտությունով, բայց երևանցի լինելու մեջ է։ Ողն ու ծուծով երևանցի, մի մարդ, որը որ քայլող հանրագիտարան է։ Ինչ հարց տաս Երևան քաղաքի մասին, ինքը տեղն ու տեղը կպատասխանի այդ հարցին։ Որտեղ իրոք մեծացել է Երևանյան շրջապատում, Երևանյան մթնոլորտում։ Շատ կարևոր է նրա հումորը, որը նույնպես նրան ապրեցնում է այսքան տարիներ, որը նույնպես նրան օգնում է ստեղծագործել, լինել մարդամոտ, լինել այդ ամենի շրջապատում։ Մարտին Վարդազարյանն այնքան մոտ է կանգնած մեր քաղաքամայրը Երևանին, որ շատ հաճախ նույնացվում է անվան հետ։ Երևանը չեմ կարող չսիրել, որովհետև այստեղ եմ ծնվել ու այստեղ ապրել։ Այս քաղաքում իմ կյանքն է պահված, խոստովանել է մայեստրոն։ Սիրում են Երևանը, սև տուֆով Երևանը։ Ինչպես շատ տարիներ առաջ էր, ցանկանում են, որ երևանցիները մի կողմ դնեն իրենց հոգսերը եւ միմյանց շփտան։ Երևանն այսօր աչքի է ընկնում եվրոպական ոճի բարձրահարկ շենքերով, մեքենաների ու սրճարանների առատությամբ, նաեւ փոխվել են մարդկային հարաբերությունները։ Ասում են, որքան ցիվիլիզացիան բարձր է, այնքան մարդիկ հեռանում են միմյանցից, ինչը շատ վատ է։ Եկեք միմյանց հաճախ շփտանք, հավատացեք, աշխարհը դրանից ավելի բարի կդառնա։ Իրա նման տաղանդ Հայաստանում քիչ կա։ Իրա նման մարդ Հայաստանում քիչ կա։ Ես չեմ վախենում ասել, որ տղամարդ հալով սիրում եմ տղամարդ Մարտին Վարդազարյանին։ Դա այն չի, ինչ դուք մտածեցիք։ Մարդ, որ իմ կուռքն էր։ Ես կասեմ առ այսօր էլ իմ կուռքն է։ Վարդազարյանը եզակի տաղանդ է։ Թե ուսուցանելու, թե ուսանելու երբեմն։ Շատերիցս ինքը բանա վերցում, ասում ես, այդ տարիքին, ասում ես դեռ սովորելու բան ունեմ։ Այդքան ազնիվ, այդքան արդար, այդքան համով մարդ իմ կյանքում միակ ինքն է եղել, մեկ էլ մամաս էր, շատ համով էր, բայց նենց էր դեր, ինչ նկատողություններ էր անում, մեկն վախենում էի, բայց Մարտինից չեմ վախեցել։ Կոմպոզիտորի ստեղծագործական սան ու ներշնչանքի աղբյուրը եղել է նրա կինը Իվետան, ով նաև եղել է նրա ամենաառաջին եւ ամենաանաչառ քննադատը։ Նա եղել է ինձ եւ կին եւ ընկեր։ Նրան փոխարինող չի եղել։ Մենք միասին սովորում էինք կոնսերվատորիայում ընդունելության ժամանակ հանդիպեցինք, այն ժամանակ կոնսերվատորիայում մեծ կոնկուրս էր դաշնամուրային բաժին ընդունվելու, չեմ հիշում քանի հոգի մի տեղի վրա, բայց մեծ կոնկուրս էր։ Թբիլիսիից եկել էր մի հրաշալի աղջնակ Իվետա անունով։ Պարզվեց, որ մեզանից այնքան էլ հեռու չեն ապրում, իր քրոջտաններ ապրում, ու իրեն ուղեկցում էի իրենց տուն, հետո գալիս էի տուն, միաժամանակ հետո երբ որ արդեն ձեռբռնած քաղաքով ման էին գալի, գնում էինք քաղաքի ծերը, հետո գալիս էինք նայում էինք ինչ նոր շենքեր են բանեն, լուցկի էինք վարում երեկոները, ես էստեղից ինքը այնտեղից, այսպես ծառերը դեռ ցածր էին, այդ ամեն ինչը երևում էր, ու իրար լեսենց նշան էինք տալիս, էլի որ ես էստեղ եմ, նայել այնտեղից էլ լուցկին վարում, ես էլ էստեղ եմ, բան։ Փողոցով անցնողները չգիտեմ ինչ էին մտածում մեր մասին, ճիշտ է 5-րդ հարկը չէր, բայց նրանց 2-րդ հարկը երևում էր։ Ինչ էին մտածում, թե ինչ է այս աղջիկը դուս եկես այդտեղ լուցկի ավարում։ Իվետայի հետ Մարտին Վարդազարյանը մի հարկի տակ հաշտ ու խաղաղ ապրել է 57 տարի։ Եկել ենք այն եզրակացության, որ փոխսիճումը ամենալավ տարբերակն է ընտանիքի երկարակեցության համար։ Երբեմն առանց պայմանավորվածության մեկ էլ տեսար ձեռքներս մեկնում ենք նույն բանին կամ նույն գիրքն ենք ընտրում վեր ընթերցելու համար, խոստովանել է վարպետը։ Եվ այնքան ուժգին ու անսպառ է եղել նրանց սերը, որ մայստրոյի կինը մահացել է հենց նրա ծննդյան օրը։ Ամբողջ այդ 57 տարվա ընթացքում ունեցել ենք անհամաձայնություններ։ Օրինակ, երբ որ ես ծխելը թարգել էի, մի քիչ լցվեցի։ Այդպիսի դեպք եղավ, որ թարգեցի ծխելը մի ժամանակ։
Պիտի տեղ գնայինք, ես հակա ինչ-որ ուրիշ բան, եւ էտան ասաց, բա ինչ են կոստյումը չես ասի ջանի վրա մի չի լինի այդ կոստյումը։ Ասավ, չէ, պիտի հակնես այն կոստյումը, նախ շատ քեզ սազում է, շատ լավն է ինչ-որ, ասի ջան չի լինում, չէ, հակի հակ, հակա մի քիչ ծիծաղելի տեսք ունի, ասավ, հա ճիշտ ես ասում, բեր փոխի, ասի չէ, որ ասել ես քո ասում ես այս կոստյումով պիտի գնանք բան, չէ, փոխի թե չէ, ես չեմ գա, չէ, ես դու ասեցիր սրանով գնանք բան, այսպես այդ մակարդակի անհամաձայնություններ են եղել։ Գիտեք, ես նրա դաշնամուրային ստեղծագործություններն եմ նվագել, պրելուդները, բայց ինձ ավելի մոտիկ են նրա երգերը։ Շատ եմ սիրում Սերդ պահպանիր երգը եւ Քոլավ աչքերից հիանալի եւ խոսքերը եւ իսկ Սերդ պահպանիրն է հեղինակը խոսքերին, այսինքն համ խոսքերը, համ երաժշտությունը ինձ շատ մոտ են։ Նա հրաշալի զավակներ ունի, որոնք իր նման ծնողագետ են եւ շատ են հարգում իրեն եւ երջանիկ է, որովհետեւ ունի թե զավակներ, թե թոռներ ու նույնիսկ ծորներ, ինձնից 2 տարի է մեծ, ես թոռնիկներ ունեմ, իսկ նա արդեն ծորնիկ ունի։ Մարտին Վարդազարյանն անցել է պտղաբեր ու երկար ճանապարհ։ Այդ ընթացքում կյանքի կոչելով բազում նպատակներ ու երազանքներ։ Սակայն իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը մայստրոն համարում է ընտանիքը, զավակները, թոռներն ու ծոռները։ Ամենակարևորն այն է, որ ես 5 ծոռի մեծ պապ եմ։ Դա ավելի կարևոր է, քան 1 սիմֆոնիա ավել գրելը։ Ինքը շատ երջանիկ անձնավորություն է, որովհետև ամեն հարցում ինքը լավ, այդպես ինքը շատ սիրված է եւ ուսանողության, եւ մեր Հայաստանի ժողովրդի կողմից, եւ բոլորի կողմից սիրված, եւ զբաղվում է այն գործով, ես սա միշտ եմ ասում, որի համար կոչված է, որը դարձել է իր կյանքի իմաստը, որը դարձել է իր հոգու, այսպես մղումը, ցանկությունը, որը հոգու գործը։ Մարտին Վարդազարյանն արժանացել է բազում մրցանակների ու պարգևների։ Նա ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ է, Հայաստանի ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի եւ հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է առաջին աստիճանի շքանշանը։ Մարտին ջան, լավ լինես։ Միշտ իրար հետ միասին այն վերաբերմունքը, որը կա փոխադարձ միմյանց նկատմամբ շատ եմ գնահատում եւ կարծում եմ, որ դա միջև կյանքի վերջ կհարատվի։ Ամենակարևորը ցանկանում եմ իրան առողջություն, որ մեր գլխից անպակաս լինի։ Դա ամենակարևորն է եւ ես ինձ միշտ զգամ սիրված թոռ։ Քանի ինքը կա, ես ինձ զգում եմ թոռ։ Ես մի կարգախոս ունեմ։ Կյանքում շատ բան կա, որ ինձ թույլ չեմ տա, ու չկա մի բան, որ թույլ չտան ինձ։ Ծանոթներիցս մեկը ասեց, որ ինչ ամբարտավան բան ես գրել, Եղոյան մեր վեհան բարձես մի, ասում են, որ կարդալ իմանաս կամ լսել, կհասկանաս։ Ինքը ավելի արժանի է այդ կարգախոսին, որտեղ ինքը այդպես է ապրել։ Իմ ընկերը, իմ համով եղբայրը։ Չորլակի։ Ամբողջ տիեզերքում չկա մի անկախ, մոլորակ ու աստղ։ Բոլորն իրար հետ փոխկապակցված են։ Երբ ասում են անկախություն, չի նշանակում մեկուսացում։ Անկախություն նշանակում է հնարավորություն ունենալ բոլորի հետ պահել ճիշտ հարաբերություններ, քիչ թե շատ բուժել հիվանդ հարաբերությունները։ Այսպես է ընկալում, զգում մարդկանց ու կյանքը վաստակաշատ կոմպոզիտորը, ով երաժշտությամբ է պայքարում հողմերի ու փոթորիկների դեմ։ Մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։